Ողջույն, ես Կարենն եմ։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել մեր սոթընկերության առևտրի և պահեստների կառավարման ծրագրի գործառույթները։ Այսօր խոսելու ենք, թե ինչպես երկու տարբեր պահեստների միջև իրականացնել ապրանքների տեղաշարժ։ Ինչպես եւ մյուս ապրանքների եւ պահեստների հետ կապված գործողությունների դեպքում մեզ պետք է բացել պահեստներ ցանկը, որտեղից ընտրում ենք ապրանքների տեղաշարժ հրահանգը։ Բացված պատուհանը ունի երկու ներդիր՝ հիմնական տվյալներ եւ ապրանքների ցանկ։ Ցանկ մեր ուսումնասիրությունը հիմնական տվյալներ ներդիրից։ Գործարքի եւ փաստաթղթի համարները ավտոմատ կերպով են գեներացվում։ Սակայն եթե գործարքի համարը փոփոխման ենթակա չէ, ապա փաստաթղթի համար դաշտում կարող ենք փոփոխություններ անել։ Ամսաթիվ դաշտում մուտքագրում ենք ապրանքի տեղաշարժի ամսաթիվը։ Ելք պահեստից վարանթած ցանկում ընտրում ենք այն պահեստը, որտեղից պետք է ելքագրվեն ապրանքները։ Մուտքի պահեստ վարանթած ցանկում պետք է ընտրենք այն պահեստը, որտեղ տեղափոխվում են ելքագրված ապրանքները։ Ընտրում ենք ապրանքի տեղաշարժի հիմքը եւ կարգավիճակը։ Այս գաղափարներին ծանոթանալու համար դիտեք համապատասխան նյութերը մեր կայքում։ Գնային քաղաքականություն հատվածում ընտրում ենք այն մոտեցումը, որի համապատասխան պետք է ելքագրվեն տեղափոխված ապրանքները։ Խմբագրման ժամանակ ստեղծված ապրանքենյութական տեղաշարժ փաստաթղթին կցված հաշիվ ապրանքագրերը եւ պատվերները հասանելի կլինեն համապատասխան դաշտերում։ Եթե ունենք նշումներ, ապա դրանք պետք է ավելացնել լրացում դաշտում։ Երբ ելքային պահեստ ընտրված է, ապա այնտեղ պարունակվող ապրանքենյութական արժեքները կհայտնվեն ապրանքների ցանկ ներդիրի վերևի հատվածում։ Որևէ ապրանքի կամ ապրանքների տեղաշարժը իրականացնելու համար պետք է այն ընտրել ցանկից եւ սեղմել ավելացնել կոճակը, որից հետո կբացվի ապրանքների տեղափոխման վերադիր պատուհանը։ Վերադիր պատուհանում լրացված կտեսնեք տվյալ ապրանքի ԱԱՀ հաշվարկման ձևը, վերջին մեծածախ, վերջին մանրածախ գները, ինքնարժեքը եւ գնման գինը։ Քանակ դաշտում մուտքին կանոն տեղափոխվող ապրանքների քանակը։ Եթե տեղափոխում ենք ամբողջ մնացորդը, բաց ենք թողնում քանակ դաշտը եւ ավելացնում ենք տեղափոխել ամբողջությամբ հրահանգը։ Վերադիր պատուհանում մենք կարող ենք նաեւ սահմանել ապրանքի վաճառքի գինը, որով այն կվաճառվի մուտք եղած պահեստից։ Մեծածախ գինը սահմանելու համար պետք է ակտիվացնել մեծածախ գին, այդ թվում ԱԱՀ հրահանգը եւ համապատասխան դաշտում մուտք անել նոր գինը։ Նույն գործողությունները անում ենք մանրածախ գինը սահմանելու համար։ Եթե ապրանքի համար սահմանված է վերադիր, ապա այն կարտացոլվի վերադիր տոկոս հատվածում։ Եթե վերադիր չկա սահմանված, կարող ենք այն ինքներս ավելացնել համապատասխան պատուհանում։ Հիշեցնում, որ ապրանքի համար վերադիր սահմանելիս մեր ապրանքի գները կաճեն վերադրի չափով։ Եթե ցանկանում ենք մուտքային պահեստում տեղափոխվող ապրանքի մնացորդը վերագնահատել մուտք եղող ապրանքի գներով, ապա պետք է ակտիվացնել վերագնահատել բոլոր նմանանուն մնացորդները հրահանգը։ Երբ վերադիր պատուհանում տեղափոխվող ապրանքի բոլոր կարգավորումները արված են, պետք է սեղմել գրանցել կոճակը, որից հետո ապրանքը կհայտնվի ապրանքների ներդիրի ցանկի ստորին հատվածի ցանկում։ Պետք է ասել, որ այդ ցանկում առկա են բոլոր այն ապրանքները, որոնք մենք տեղափոխում ենք մեկ պահեստից մյուսը։ Եթե որևէ ապրանք ցանկանում ենք հեռացնել տեղափոխվող ապրանքների ցանկից, ապա պետք է ընտրել այն ստորին հատվածի ցանկում եւ սեղմել հեռացնել կոճակը։ Երբ տեղափոխվող ապրանքների ցանկում հավաքվեն բոլոր տեղափոխման ենթակա ապրանքները, գործողությունը իրականացնելու համար պետք է սեղմել գրանցել կոճակը։ Տեղափոխված ապրանքները կարելի է տեսնել պահեստների ցանկում, իսկ փաստաթուղթը գործառնությունների բաժանում համապատասխան հրահանգի միջոցով։ Այսքան ապրանքների տեղաշարժի մասին։ Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվություն դուք կարող եք գտնել մեր կայքում։ Ձեր հարցերը եւ առաջարկություններն ուղղել մեր էլեկտրոնային հասցեին։ Շնորհակալություն, հաջողություն։